Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում, ցավոք սրտի այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն, տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա, եւ եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ որ չափով հնարավոր է որ լսում են մեր գյուղերում եւ ցանկացած կրակցության ինչ որ չափով անհանգստություն։ Խոճապ չկա, ասեմ դες գյուղում որևէ խոճապ չկա, չեն կարող լինել, գյուղացիները վաղուց արդեն սովոր են դրան եւ գիտեն այդ ամենը, բայց իհարկե անհանգստացնում է եւ օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրների լուծում։ Եթե կնքվի չեն կրակի ձեր կարծիքով։ Եթե կնքվի, այո, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետեւ եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այդ սահմանապահ գործառույթ իրականացնելու սահմանապահ զորքերը երկուստեք իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն լինում։ Եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի, պարոն Խաչատրյան, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել։ Հիմա դուք բարձրակույն հաց եք, դե իհարկե կգնա էսկալացիա, եւ չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կանգնի։ Այնպես չի, որ այնքան կողմը այդ հնարավորությունը չունի պատասխան արժեք գործողությունների լինելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նայելով խաղաղության պայմանագիրը ամեն կերպ պետք է հաստատ խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ բայց նաեւ Չէ, չեն տանում, որովհետև մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ։ Պարոն Խաչատրյան, երբ ասում եք իրենց շահերին են ռազմական էսկալացիայի նախերգ